Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, ամեն օրվա պես այսօր էլ դուրս եմ եկել պատշգամբ, եղանակը տեսնեմ և ձեզ հաղորդելու, տեսեք ինչքան լավ, անուշ, արևոտ, պայծառ եղանակ է այսօր մեզ մոտ, ամպերը կապույտ, զուլալ, ջինջ, սիրելիներս, ճիշտ է մի քիչ քամոտ է, բայց ոչինչ, քամին էլ է պետք, որպեսզի հողը թացը չորացնի, բայց քամին չի խանգարում, որտև տաք քամի է, հարգելիներս, տեսեք, շատ լավ եղանակ է, իսկ հիմա գնանք ներս, այսօր ուզում եմ մի համեղ ուտես պատրաստեմ մեզ համար և ցույց տամ ձեզ համար, գնացինք մեր խոհանոց։ Իսկ հիմա պատշգամբից եկել եմ խոհանոց, ձեզ հետ միասին ես կպատրաստեմ և ձեզ ցույց կտամ, թե ինչպես եմ պատրաստում իմ տարբերակով սազան ձուկը բանջարեղեններով, սիրելիներս, այստեղ 4 կիլոգրամ սազան ձուկ է, ես նախօրոք մաքրել եմ, լվացել եմ, աղել եմ, որպեսզի մի քիչ աղը մտնի մեջը, այստեղ նախապատրաստել եմ, նաև մաքրել, լվացել եմ, չորացրել եմ կարտոֆիլ, սոխ, ունենք լոլիկ, թարմը պղպեղ կարմիր, կանաչիների փունջ, սամիտ, համեմ և մաղադանոց, այստեղ ունեմ կլոր սև պղպեղ և դափնու տերև, այս դափնու տերևները այսպես կլոր շրջանակով վաճառում էին աշնանը և գնացել է օգտավոր շուկա, հարգելիներս, այնտեղից գնել եմ, բերել եմ, չորացրել եմ, շատ անուշ բուրում է, այստեղ ունեմ մեր հողամասի չորացրած կներեք թարխունը, ձկան համար շատ լավ է թարխունը, այստեղ կարմիր պղպեղ և աղ, և այսպիսի չուգունե կաթսայի մեջ եմ պատրաստելու, հիմա ես նախօրոք լվացել եմ, բայց չեմ կտրատել, ուզեցա ձեզ հետ միասին պատրաստեմ, հիմա կաթսայի տակը կկտրատեմ կիսաշրջանաձև սոխը, սկզբից այսպես, ձեռքիս վրա հենց, տնավարի, հայավարի, այսպես համով, անուշ հոտով պատրաստում ենք միասին։ Այնպես չի, որ չգիտեմ, ինչ ձև մի, ոնց պատրաստում եմ, մեզ համար այնպես է պատրաստում եմ ցույց տալու համար, լոլիկը նույնպես պատրաստելու եմ կիսալուսնաձև, այս գլխիկի մասը կհանեմ, հիմա այսպես կկտրտեմ, սիրելիներս, այնքան զբաղված եմ, ձեզ որ մեր նոր տունը ցույց տվեցի, այնտեղ դեռ հոսանք ունեինք, բայց ոչ բոլոր սենյակներում, այսօր երեկվանից ավելի ճիշտ հոսանքներն են դասավորում, շտեպցել են ասում, գրական չգիտեմ ինչ են ասում, դա են անում, մի խոսքով տանը գործ են անում, այսօր էլ երեկ խորոված են հյուրասիրվել, իսկ այսօր դե չնկարեցի, որտև նոր էի տեղադրել, իսկ այսօր ձուկ եմ պատրաստում, որոշեցի ձուկը նկարեմ, հարգելիներս, ձեզ շատ սիրում եմ, հարգում եմ, սիրելիներս, միշտ այդպես բարի մնաք, սա էլ եմ կիսալուսնաձև, դուք ինչպես կարող եք, ինչպես կցանկանաք, իսկ հիմա կավելացնեմ մի քիչ աղ, շատ քիչ, նոր կարտոֆիլը ինձ մոտ շատ մեծ է և այսպես կլոր նորից կկտրտեմ, դա էլ անենք, տեսնենք, առաջ Աստված, արդեն ոնց որ ասում են, պատրաստ է, այսօր եղանակը անուշ է, ցույց տվեցի ձեզ, շատ անուշ եղանակ է, մի փոքր քամի կա, թող քամին էլ լինի, որպեսզի մեր հողամասը չորացնի, չենք կարողանում
գործ անել, դեռ շուտ է չնայած, գիտեք հարգելիներս, սա էլ մի քիչ կտրեմ, հետո կպատմեմ, սա էլ շատ մանր չեմ անում, այսպես, ես արդեն այսպես փունջ եմ արել, ահա, սիրելիներս, գիտեք ինչ, օթերևաբանները ասել են, որ այստեղ ձույն է գալու, այ դրանից եմ վախենում, մի քանի հատ էլ կլցնեմ թարխուն և նոր ձուկը, մի հատ էլ դափնու տերև, մի երկու հատ սև կլոր պղպեղ և ձուկը, մինչև երկու շաբթի վաղվանից եղանակը պետք է փոխվի, բա տեսնում եք ինչպիսի բնությունը, ինչպիսի նվեր է պատրաստել մեզ համար, ոչինչ, կհասցնենք, մենք այստեղ միշտ էլ մայիս ամսին ենք, հələ այս գլուխը այնքան մեծ էր, ես 2,5 եմ արել, ահա, հիմա մի հատ էլ նույն ձևի կշարեմ, կարող եմ այսպես կլորել անել, սա էլ թող այսպես լինի, անչափ շնորհակալ եմ, գիտես սիրելիներս, Մարինկայիս գովաբանելու և սիրելու համար, որ կարդում եմ, ինքը հայերեն կարդալ չգիտի, մեծ թոռնուիս միայն գրել կարդալ գիտի հայերեն, ինքը այնքան լավ է զգում, ուրախանում է, մի խունջիկ է գալիս, գիտես ինչ եմ ուզում ասել, Աստված, եթե լավ կարդացել եք Աստվածաշունչ, այնտեղ գրված է, որ Աստված չի եկել անմեղների համար, Աստված եկել է մեղավորների համար, մի փիլիսոփա, դրա համար եմ ուզում ասել, որ երեխաները շատ անմեղ են, չէ, Աստված ասում է, երանելությունը երեխաների պես մաքուր լինի, ինչպես երեխաները, մի փիլիսոփա ասում է, որ երեխաներին պետք է երես տալ և սիրել, բայց երեխան պետք է զգա և գնահատի ձեր սերը, եթե մենք սիրենք, երեխան չհասկանա ու մեզ չգնահատի, ուրեմն այդ երեխան չի մեծանում լիարժեք խրատներով կամ լիարժեք սիրով, պետք է սիրենք երեխային, ինչ-որ տեղ է լսենք իրեն, բայց ցուցումներ տանք, ուղղություն տանք, աղալցրել եմ անգամ խոսելով, որ երեխան չսխալվի, հարգի մեծերին, սիրի մեծերին, գիտեք այստեղ ես չեմ գլուխ գովում, այստեղ այն մեծ տատիկները, որ խանութ են գնում, դե այստեղ միայնակ են, չէ մնում թոշակառուները, որ Մարինկաս դպրոցից գալիս է կամ Գարուշիկս հանդիպում են, նրանք իրենց ձեռքի գնումը ծանրոցը օգնում են, որպիսի տատիկներին հասցնեն իրենց ոչ թե տուն գոնե բարձրացնեն դռան մոտ, այնքան շատ են սիրում իմ թոռներին, սիրելիներս, հարգելիներս, ես անպագորգոր, ոնց որ ասած, հայտարարություն չեմ անում, ուղղակի ասում եմ, որ երեխան պետք է սիրվի, դաստիարակվի ընտանիքում և գնահատի և տատիկներին, պապիկներին, մեծերին և շրջապատող մարդկանց, սա է ուզում ասել, թող մեր երեխաները մեծանան առողջ, ուրախ և սիրո ընտանիքում, թող լինեն սիրո պտուղներ, սիրելիներս, սիրված երեխան ավելի լավ է մեծանում, իրեն լավ է զգում, իր հիշողությունների մեջ միշտ սերն է հիշում, միշտ, սա էլ այսպես, մի հատ էլ կարտոֆիլ, չնայած կարտոֆիլ այդքան շատ չեն ուտելու, բայց համի տեսակետով կարտոֆիլ եմ լցնում, մի փոքր էլ, երկու հատ էլ դափնու տերև, այսա էլ այսպես կլցնեմ, խնդրեմ, թարխուններ կդնեմ, կարմիր պղպեղներ կլցնեմ, դե ձեռքերս արդեն
Պետք է մեկա լվանա։ Սիրելիներս կարմիր պղպեղը լցնելուց հետո մի քիչ էլ ավելացրեցի աղ եւ թարմը կանաչին։ Հիշում եմ, որ մեր մեծերն ասում էին ձուկը աղ շատ է սիրում, ինչքան շատ լցնես, միևնույն է ձուկը իրենը կվերցնի, մնացածը կմնա։ Մեկ անգամ այս տարբերակով եփեցի, շատ աղի դուրս եկա, որոշեցի, որ էլ չեմ եփելու։ Սովորական աղել եմ ձուկը, մի քիչ էլ ընթացքում բանջարեղեններն եմ աղել, այդպես ավելի համեղ կստացվի։ Եթե ալանի է աղ կավելացնենք, ավելի լավ է, ալանի լինի աղ ավելացնենք, քանց թե եփեմ աղի լինի ու չուտեն։ Հիմա կավելացնեմ մի կտոր կարագ։ Ես մի փոքր, այսքան փոքր կարագ կդնեմ, թող ավելի համեղ լինի։ Եվ եփելու ընթացքում ցույց կտամ, դեռ չեմ ուզում եփեմ, մի կես ժամ, մի ժամ թող մնա, կեփեմ, ընթացքում ցույց կտամ, թե ես ինչքան ջուր եմ լցնում, ընդամենը մի սուրճի։ Հիմա ձուկը արդեն պետք է եփեմ, 100 մլ ջուր եմ լցնում այդ ամբողջ ձկան վրա, բավական է։ Բանջարեղենների, լոլիկի, պղպեղի հյութն դուրս կդա, լավ կլինի։ Դնեմ կրակին, սկզբից մի քիչ ուժեղ եմ անում կրակը, հենց կեռա, ընթացքում կիչեցնեմ կրակը։ Հիմա ուզում եմ տեսնել, եփել է թե ոչ, դեռ ոչ, կարտոֆիլից երևում է, որ դեռ մի քիչ եփելու տեղ ունի։ Տեսեք ինչ գունեղ սիրուն ձկան խաշլամա եմ պատրաստում, սիրելիներս։ Մի 5 րոպեից նոր պատառաքաղով կստուգեմ, եփել է թե ոչ։ Հիմա ստուգում եմ կարտոֆիլը, ահա, կարտոֆիլը եփած է, բանջարեղենները եփած են և ձուկն էլ է եփած։ Հիմա ես չեմ լցնելու մատուցվող ափսեն, որովհետև կաթսայով պետք է տանեմ մեր նոր տուն, ես ձեզ ասել եմ, որ այնտեղ աշխատում են նոր տան մեջ, որպեսզի այնտեղ լցնեմ մատուցվող ափսեի մեջ ձուկը և մատուցեմ։ Այնպիսի մի բույր է տարածվել մեր խոհանոցում, չեք պատկերացնի, շատ համեղ է ստացվել, գունեղ և նրբահամ։ Հիմա ես բերանակաթսայի կծածկեմ, գազօջախը կանջատեմ, թող մի քիչ մնա, մինչ մեքենան կգա և կտանենք, ձեռքով չենք կարող իհարկե տանել, տաք է։ Սիրելիներս, դուք էլ կարող եք այդ բաղադրատոմսով պատրաստեք իմ ձևով և վայելեք, կտեսնեք, որ շատ համեղ է ստացվում։ Ովքեր որ չեն բաժանորդագրվել, կխնդրեմ, որ բաժանորդագրվեն, սեղմեք զանգակոճակը, դրեք լայք, գրեք մի գեղեցիկ մեկնաբանություն, ես էլ սիրով կպատասխանեմ ձեր գրառումներին։ Ինձ համար դա շատ հաճելի կլինի։ Մնացեք խաղաղությամբ և շատ ուրախ եմ, որ դիտեցիք ինձ, Աստված օրհնելով օրհնի ձեզ, եղեք միշտ առողջ և ուրախ։ Մինչ նոր տեսահոլովակ, սիրելիներս։